ինչ յուրօրինակ մոտեցումներ է։ Ուրեմն սա մեր մահվան դեսպանն է, եկել է դժոխքից, ասելու որ արդեն Նիկոլի ժամանակն է, վերջապես հեռանալու դժոխք, եւ Նիկոլի կենակցին եւ Նիկոլի ամբողջ թիմին արդեն դժոխքում սպասում են։ Սա Նիկոլի մեղքերն են, որ եկել է թվարկելու, որ դժոխքի շատ քիչ պատիժ մարդիկ ովքեր որ պատիժ են կրում հիմա դժոխքում, շատ քչերն են, որ այսքան շատ մեղքեր են գործել եւ այդպես սրբապղծություն, ներապաշտություն, թալան, դավաճանություն, չարություն, նենգափոխություն, պարտություն Եվ այլասերվածություն, որի մասին ասեցինք արդեն, ու սրբապղծություն, որը եւս ասեցինք, սա խնդրում ենք մենք դժոխքի դեսպանը պահի։ Ուրեմն մի քանի բան, որ մենք շատ հստակ ուզում ենք հայտարարենք այսօր։ Մենք չենք ասում, որ մենք ընդհանրապես քաղաքական կազմակերպություն չենք, քաղաքական ուժ չենք, եւ մենք որևէ քաղաքական հավակնություններ չունենք, ըստ այդմ չենք պատասխանատվություն ստանձնում հեղափոխության համար։ Մենք սա անում ենք որպեսզի բոլորին կոչ անենք վերջապես դուրս գալ պայքարի, որովհետև սա արդեն ընդհանրապես անընդունելի է եւ ինչպես անցած անգամ ասում էինք, Նիկոլը հատեց վերջին կարմիր գիծը։ Ես հասկանում եմ, որ բոլորի հիմա սպասում են, որ հայ առաքելական եկեղեցին ճիշտ քայլեր կձեռնարկի եւ վերջապես կառաջնորդի ամբողջ պայքարը։ Ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանելու հայ առաքելական եկեղեցու մոտեցումը։ Ես կարող եմ միայն խնդրել նրանց, որ առնվազն երթ անեն, որպեսզի հին ավանդության համաձայն առաջինը էկզարցիզմ անեն այս ճարիքի, որը որ զավթել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եւ իր ճարիքը ոչ միայն մարմնավորում է, այլ նաեւ տարածում է ամբողջ Հայաստանով, ինչի պատճառով մենք տեսնում ենք անդադար արհավիրքներ, անդադար կորուստներ եւ անդադար տառապանք։ Ու մենք տեսնում ենք հենց Նիկոլի պատճառով, թե ինչպես է գլորվում անդունդ մեր սիրելի Հայաստանը։ Այսպիսի հայտարարություններով դուք իրատեսական եք համարում, որ որևէ բան կարող եք փոխել։ Տեսեք, ես գիտեմ մի բան։ Երբ որ պայքարը ընդհանուր մարում է, ինչպես հիմա եղավ, եւ 5 տարի շարունակ ցավոք սրտի մենք պետք է ասենք, որ տարբեր ուժերը երբեմն հենց հատուկ մարեցրել են պայքարը, կհանդգնեմ նման բան ասել։ Այնուամենայնիվ ես գիտեմ, որ պարբերաբար, նույնիսկ փոքրիկ կայծերով հնարավոր է վերականգնել պայքարը։ Ես նաեւ հասկանում եմ, որ հիմա եղանակային պայմաններն էլ թույլ չեն տալիս, որ մեծ պայքար լինի, բայց ես վստահ եմ, դե շոքի ինչ որ մարդիկ գոնե միգուցե դրա համար, համենայն դեպս շատ լավ եղանակը հրաշալի քայլելու համար Այդ դեպքում հիանալի առավոտյան հով է միանշանակ։ Նորից ես ինձ հաթող անեն միանշանակ, մենք անընդհատ բոլորին հանդես են գալիս կոչով, կոչ ենք անում մարդկանց, որ իրենք ակցիա անեն, անընդհատ ասում ենք, չեք ուզում մեզ միանանք, մենք կոչ ենք անում, որ հենց մեզ միանանք, մենք կոչ ենք անում, որ ակցիաներ անենք, մենք կոչ ենք անում նաև, որ ընդդիմությունը, եթե չի կարողանում առաջնորդել պայքարը, վայր դնի մանդատները վերջապես եւ դուրս գա ազգային ժողովից։ Դուրս գա եւ համարենք, որ մի տարի բանը մնացել, մենք այս տարում կարող է Սյունիքը կորցնենք։ Ու ընդ որում մենք շատ հնարավոր է, որ շատ շուտով կկորցնենք Սյունիքը, որովհետեւ 5 տարի շարունակ մենք տեսնում ենք, թե ինչպես էր Նիկոլը տարբեր բաներով կոծքում լուրջ բաները, փոխում էր մարդկանց ուշադրությունը եւ միանգամից կարողանում էր անել այն, ինչ որ փաստացի անում էր։ Դուրս կան փողոցային պայքարի, հա, մանդատները։ Այո, դուրս կան փողոցային պայքարի։ Հիմա տեսեք, մարդիկ ասում են, որ փողոցային պայքար արել ենք, բայց չի հաջողվել։ Ոչ, երբևիցե հաստատակամություն չի դրսևորվել։ Բոլոր ցույցերի մենք մասնակցել ենք, փոքր ցույցերի, մեծ ցույցերի բոլորին մասնակցել ենք եւ հստակ տեսել ենք այն հաստատակամությունը, որ Նիկոլը իր կեղծ հեղափոխությամբ իբր թե դրսևորեց, իրենք չեն դրսևորում։ Եվ դրա համար ամբողջը տապալվում է։ Փաշինյանի վերջին օրերի եկեղեցու եւ եկեղեցականների դեմ արված հայտարարությունները, թե ընդհանրապես պահանջում եք, որ հրաժարական ներկայացնի։ Տեսեք, 5 տարի շարունակ մենք անընդմեջ Նիկոլի դեմ պայքարում ենք հայտարարելով, անվանելով իրեն դավաճան, անվանելով իրեն հանցագործ, քրեական օրենսգրքի մի շարք հոդվածները ոտնահարած, սահմանադրությունը ոտնահարած եւ ազգի պատիվը փաստացի ընդհանրապես կործանած մարդ։
Այնուամենայնիվ, այժմ ինքը այն վերջի հնարավոր գիծը հատեց, որի բացատրությունները ինքը ընդհանրապես չունի։ Այսինքն, եթե առաջ ինքը ինչ-որ բաներով փորձում էր նենգափոխությամբ բացատրություններ ներկայացնել եւ ցավոք սրտի հանրության ինչ-որ խավի վրա դա ազդում էր, ապա այժմ ոչ մի ձևով ինքը չի կարող բացատրություններ ներկայացնել։ Հետո ի աջակցություն եկեղեցու մեկ անգամ արդենից ակցիա եղել է այստեղ։ Այո։ Բայց դրանից հետո շարունակվում են գրառումները, այսօր եւս Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել եկեղեցուն արդեն դե Եվ ինչով եք պայմանավորում, որ այնուամենայնիվ հասարակական արձագանք չի լինում, այստեղ օրինակ դուք 3 հոգով եք։ Այո։ 3 միլիոն բնակչությունից։ Ահա, տեսեք, առաջինը ինձ համար երբևիցե քանակը խնդիր չէր։ Ցավոք սրտի 18 թվականին, երբ որ չնայած որ ես ընդդիմադիր էի, բայց 18 թվականին ինձ համար ակնհայտ էր, որ ամբողջը արվում է հենց Արցախը հանձնելու համար, եւ դրա համար 18 թվականին ես չեմ մասնակցել ու ես տեսել եմ, թե ինչպես մարդիկ զուտ խաղի համար սկզբից, հետո ինչ որ թույլտվության, թողտվության եւ այլնի պատճառով դուրս են գալիս փողոց, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես ամենացածր խաղը մեկ էլ փակում էր փողոցները։ Այդպես մենք տեսանք, թե ինչպես կարողանում են ավերել ամբողջ երկիրը, երբ որ խոսում են մեծամասնությունը։ Մենք խնդիր չունենք մեծամասնությամբ։ Մենք այսքանով շատ ավելի շատ ենք ներկայացնում ազգը, քան այն մեծամասնությունը, որ ընդհանրապես թմբիրի մեջ է։ Գալով իմ հարցին, Ահա, հիմա գալով ձեր հարցին, ես մի հատ բան ասեմ, որ երբ որ հատում են կարմիր գիծը, ու երբ որ այսօր արդեն դժոխքի դեսպաննել եկել է, ես մտածում սա Նիկոլի վերջն է։ Ես մտածում եմ, որ եթե հիմա ինքը ինչ-որ քայլեր չձեռնարկի, մինչև աշուներ ինքը չի դիվանը։ Կրթվելը նորաձև է, ասում է ովքեր հարցեր ունեն, կարող են գալ մասնակցել, անվճար է, բոլոր հարցերի պատասխանները կստանան եւ այլևս չեն ասի, որ Շատ կներեք, եթե ինձ սխալ հասկացաք, իրա միակ ձեռնարկելը դա գնալ նստել բանտ ու ասել ես պետք է ներկայացնեմ իմ ամբողջ մեղքերը, խոստովանեմ, թե ինչքան միլիարդ ինձ տվել է Ադրբեջանը, որպեսզի ես հանձնեմ Արցախը, թե ինչ եմ արել, որպեսզի 18 թվականին կարողանամ զավթեմ իշխանությունը, թե ինչ եմ արել, թե ինչպես եմ թալանել ամբողջ Հայաստանը, սա է իր ձեռնարկության հնարավոր տարբերակ, ուրիշ ոչ մի տարբերակ ինքը չունի։ Այս պահին միակ բանը իր դա նստել բերդ եւ ամբողջ մեղքերը քավել բերդ։ Տիկին Էլանյան վարչապետ Փաշինյանը գրառում է արել, որ հոգևոր անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է իմանալ զավակ ունի թե չունի կաթողիկոսը, դրա պատասխանը պահանջում են նաև իր կառավարության մյուս անդամները։ Հոգևոր անվտանգության հարցը ձեզ համար որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ այդքան կարևորություն ունեն սերունդներ մեր կուսակրոն եկեղեցականները, թե չունեն։ Տեսեք, ես հոգևոր զարգացման ճանապարհով գնացող մարդ եմ, ըստ այդմ ես գիտեմ, որ եթե ես լինեի մեր եկեղեցականների տեղը, ես ընդամենը կասի անառակ որդի, ավելի խորը բաների մասին մտածի, բայց քանի որ այս պահին ես զուտ հայ ազգն եմ ներկայացնում, ես զուտ որպես հայ եմ հանդես գալիս, բայց նաև որպես մասնագետ, ես գիտեմ, որ այն մարդիկ են սկսում փորփրել մյուսի ներքնած գեստը, ովքեր իրենք իրենցով եւ ոչ մի բանի ունակ չեն, եւ ըստ այդմ ես կկասկածեմ ուրեմն, որ Նիկոլի որդիները եւ զավակները Նիկոլի զավակներն են, եւ ըստ այդմ թող ինքը ավելի շուտ իր կեղտոտ ներքնած գեստը փորփրի եւ չհամարձակվի ընդհանրապես եւ որևէ հոգեվորականի հասցեով իր կեղտոտ բերանով մի բան խոսել։ Այսինքն որովհետև հոգևորականներն իրականում ձեր կարծիքով որևիցե մեղք չեն գործել եւ այն հարային շրջանում տարածված տեղեկությունները, որոնք առնչվել են որոշ հոգևորականների, օրինակ իրականության հետ աղերս չունեն, թե պետք չի այդ մասին խոսել, օրինակ ինչու եւ ինչպես օրինակ ինչ որ մի հոգևորական Bentley ձեռք բերել, այդ մասին չպիտի խոսել։ Տեսեք, առաջինը ես համարում եմ, որ հոգևորական դաշտը ինքը պիտի պատժի նրանց, ովքեր որ խախտում են իրենց կողմից վերցված կանոնները, ամենևին ոչ հասարակությունը եւ ոչ պետությունը, որովհետեւ եթե հասարակությունն է կամ պետությունն է սկսում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, մենք ավերում ենք հիմնականը, մենք ավերում ենք եկեղեցու հիմքերը։ Ինչ վերաբերում է հոգևորականներին, որոնք որ հնարավոր է որ սխալներ են արել, հատկապես ներքևի մակարդակի հոգևորականները, ապա նրանք այս ազգի մասն են։ Երբ որ պետության գլխին կանգնած է ազգի տականքը եւ ամբողջ ազգը գլորվում է ներքև, ապա ներքև գլորվում են նաեւ նրանք, ովքեր որ
տարբեր վայրերում են, այդ թվում միգուցե հոգևորական են եւ միգուցե նրանց մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր որ սխալվել են։ Նրանք կքավեն իրենց մեղքերը եւ կլուծեն հարցերը, բայց դա իրենց ներքին հարցն է եւ ամենևին ոչ մեր։ Շնորհակալություն։ Հարգելի սատանա։ Հարգելի սատանա, ասում եմ։ Իմ այս դժոխք